Մատթեոսի ավետարանը հին ու նոր կտակարանները կապող օղակ։ Մատթեոսինը մարդն էր, որովհետև ինքը սկսում է մարդաբանությունից։ Գրագետ էր, կարդացած էր, սովորած էր, լեզուներ գիտեր։ Ինչ էր նշանակում առաջին դարում հարկահավաք լինելը։ Եվ այդքանի միջից, տեսեք, Քրիստոս անցնում էր, չէ, քայլում էր, Մատթեոսին տեսավ, ասեց՝ արի իմ հետևից։ Հասարակարգից ամեն մի տեղից մեկին վերցրեց իրեն առաքյալ, բայց այդ ամեն ինչը ինքը դրեց կշեռքի մի նժարի եւ Քրիստոսի խոսքը արի իմ հետևից դրեց մյուս նժարի։ Աստծո խոսքը լսեց, Աստծո ձայնը լսեց եւ գնաց այդ ձայնի հետևից, գնաց խոսքի հետևից։ Օրհնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնի։ Ինչպե՞ս եք Տեր Հայր։ Փառք Տիրոջ։ Տեր Հայր, այսօր խոսելու ենք մի հանդիպման մասին, որը շրջադարձային դարձավ։ Արի իմ ետևից ասաց Քրիստոս մի հարկահավաքի եւ հետագայում արդեն նախկին հարկահավաքի գրած տողերը դարձան դեպի լույս տանող ճանապարհի ուղեցույց մեզ համար։ Ով էր Մատթեոսը, ինչ գիտենք նրա մասին։ Մատթեոսը մաքսավոր էր, ինչպես որ մեզ հայտնի է պատմությունից, սովորական մի մաքսավոր, այսպես ասենք, որ իր աշխատանքն էր անում ընդամենը, բայց եւ լսելով Քրիստոսի ընդամենը մեկ խոսքը, հրավերքը, արի իմ ետևից, թողեց այդ ամեն ինչը եւ գնաց Քրիստոսի հետևից։ Գրագետ էր, կարդացած էր, սովորած էր, լեզուներ գիտեր եւ նաեւ կարող ենք ասել, որ իր ժամանակում այդ պաշտոնը ունենալով հանդերձ շատ ու շատ առավելություններ եւ հնարավորություններ ուներ։ Վերնախավում ծանոթներ ուներ, բնականաբար, իրեն սիրող մարդիկ կային վերնախավում, որովհետև ինքը նաև հարկահավաք լինելով կարողանում էր մերօրյա լեզվով ասենք, պետական բյուջեն իր հնարավորության սահմաններում լցնել կամ բյուջեն ապահովել։ Շատերի կողմից չէր սիրվում, բնականաբար, բայց եւ իրենից սկսած վերև մյուսների կողմից ինքը ուներ մյուսների մոտ ինքը ուներ մեծ հարգանք, հեղինակություն եւ հեղինակություն էր վայելում եւ հարգանք էր եւ սեր էր վայելում։ Եթե ասենք սեր էսպես, սերը բուն իմաստով կոչենք, այո, նաեւ սեր էր վայելում։ Տերեր, նշեցիք, որ շատերի կողմից սիրված չէր, ուզում եի այդ մասին խոսենք, ինչ էր նշանակում առաջին դարում հրեական միջավայրում հարկահավաք լինելը։ Ինչ էր նշանակում առաջին դարում հարկահավաք լինելը։ Նայեք, եթե նայենք ժամանակագրային առումով ժողովրդի սոցիալական վիճակին, եթե նայենք ժողովրդի ֆինանսական վիճակին, թե ինչպես էին ապրում, ինչպես էին իրենց օրվա հացը վաստակում, ճակատի քրտինքով, մանավանդ երկրի բնակլիմայական պայմաններն էլ այնքան բարեհաջող չէին, այսինքն հողագործություն կարելի ասել չկար, անապատային գոտի էր, լավագույն դեպքում ձկնորսություն լիներ, ձկնորսությամբ կամ բեռնակրությամբ նմանատիպ ինչ-որ բաներով զբաղվող մարդու համար հարկահավաքը, մաքսավորը, այսպես չագերտների մեջ ասենք, վտանգավոր էր կամ չսիրված մարդ էր։ Ավելի շատ կարող ենք նույնիսկ մի քիչ մեղմ ասելու համար չընկալված մարդ էր, որովհետև մարդիկ չարչարվում էին, օրնի բուն աշխատում էին գիշեր ցերեկ ճակատի քրտինքով մի օր որոշակի, ասենք, օգուտով, մի օր առանց օգուտի, բայց իրենց հարկերը, մաքսերը եւ турքերը պիտի վճարեին։ Եվ ով էր հավաքում մաքսավորը։ Բնականաբար մաքսավորը պիտի որ ցածր միջին խավի մոտ այդքան չասենք, բայց ցածր խավի մոտ այդքան էլ սիրված չլիներ։ Տերեր, հետաքրքիր է, որ Քրիստոս ընտրեց հենց նրան, ով ճակերտավոր ասած մեղավոր էր մարդկանց աչքերում։ Եթե մենք նայենք Քրիստոսի գործունեության նաև իր խոսքերին ուշադիր լինենք, ոչ թե կասենք պատահական էր կամ, չգիտեմ, հետաքրքիր էր կամ ինչ, պիտի ասենք, որ այդպես էլ պիտի լիներ, չէ՞ որ Քրիստոս ասեց, ես առողջների համար չեկա, եկա հիվանդների համար, որտեղ առողջներին բժիշկ պետք չի, հիվանդներին է պետք։ Հիմա եթե այս տրամաբանությամբ նայենք, այո, Մատթեոսը բժիշկի կարիք ուներ։ Եվ այդքանի միջից, տեսեք, Քրիստոս անցնում էր, չէ, քայլում էր, Մատթեոսին տեսավ, ասեց արի իմ հետևից։ Կողքիններին չնայեց կամ տեսավ չկանչեց,
Մենք կարող ենք շատ հարցեր տալ, ինչի ասենք, ինչու մյուսներին, Մատթեոսի նման մարդկանց չկանչեց, բայց այստեղ նաև կարող ենք ասել, Մատթեոսը օրինակն էր խավի, ինքը Մատթեոսի միջոցով նույնիսկ կարող ենք մեզ թույլ տալ մտածելու, որ Մատթեոսի խավին հրավիրեց, այսինքն ինքը բոլորին էր հրավիրում, տեսեք, ձկնորս հրավիրեց, չէ, մաքսավոր հրավիրեց, չգիտեմ, այսպես, այսինքն ամեն խավից, ամեն հասարակարգից, ամեն մի տեղից մեկին վերցրեց իրեն առաքյալ, ցույց տալու համար, որ ինքը բոլորի Աստվածն է, ցույց տալու համար, որ ինքը բոլորի մասին է մտածում, եւ ցույց տալու եւ ապացուցելու համար նաեւ, որ բոլորն էլ կարող են իր մոտ գալ, իր հետևից գնալ, անկախ պաշտոնից, անկախ կարգավիճակից, անկախ ֆինանսական վիճակից առավել եւս եւ անկախ իշխանական կոչումներից, յուրաքանչյուրի համար իր ճանապարհը բաց էր, որևէ մեկին ինքը հետ չուղարկեց իրեն հետևորդներից, որևէ մեկին։ Հետաքրքիր է, որ Քրիստոս ասաց արի իմ հետևից ու Մատթեոսը միանգամից փոխեց իր կյանքի ողջ ընթացքը։ Շատ հետաքրքիր է եւ կարծում եմ Մատթեոսի այս մեկ քայլը, թեկուզ ակնթարթային քայլը կամ ինչպես կուզենք ձևակերպենք, այս մեկ քայլը յուրաքանչյուրիս համար պիտի ուսուցողական լինի։ Մատթեոսը շեշտեցինք, չէ, նշեցինք, որ կարդացած էր, գրագետ էր, այսինքն լավը, վատը, օգտակարը, անօգուտը, իր օգուտը, իր ունեցածը, ամեն ինչը գնահատել գիտեր։ Կարողություն ուներ, տունն ուներ, այսպես ասենք, չէ, ապահոված էր, անվտանգությունն ուներ, խոսք ուներ եւ խոսքը անցնում էր, բայց այդ ամեն ինչը ինքը դրեց կշեռքի մի նժարի եւ Քրիստոսի խոսքը արի իմ հետևից դրեց մյուս նժարին։ Եվ այդ նժարն ավելի ծանր եկավ իր համար։ Գնաց Քրիստոսի հետևից։ Գնաց եւ նաեւ փրկվեց իր գնալով։ Ոչ թե գնաց հետաքրվելու համար, հա, նույնիսկ կարծեմ թե ֆիլմ կար, այս վերջում նայում էի, մեջը երանք կար այդ ֆիլմի իր այդ մտորումների մեջ մի երանք կար, որ ինքը զուտ գնաց հետաքրության համար, տեսնելու, հասկանալու, ուսումնասիրելու, բայց իրականում մենք կարող ենք, ինչ ասես կարող ենք ասել, ինչ կարծիք ասես կարող ենք հայտնել, բայց փաստն է, որ Մատթեոսը մաքսավոր լսեց Քրիստոսին, որ ոչ մի բան չուներ, այսպես ասենք, հա, հասարակ իբրև մարդ, իբրև Ռամիկ մեկը ներկայացել էր իրեն։ Մի քանի հոգի հետևից գնում էին։ Եթե կոպիտ ասենք, հա, ոչ քրիստոնեական հայացքով նայենք այս ամեն ինչին, ասենք մաքսավորի հայացքով նայենք։ Դիցուկ։ Պահա, այդ այսպես ասենք կադրը, հա, Մատթեոսը նստած իր գրասենյակում, այնտեղ գումարներ, ոսկիներ, դահեկաններ եւ այլ, հա, անվտանգության աշխատակիցը նիզակով կողքը կանգնած, իր անվտանգություններ հսկում, մեկը գալիս է, հասարակ, ասենք, ձորձով ծածկված, կիսամաշ շորերով, ցուպը ձեռքին, նայում ասում է արի իմ հետևից։ Իրենց մտածելակերպով սա աբսուրդ էր, որ Մատթեոսը կարող էր եւ իրեն չընկալեցին դրա համար։ Որ կարող էր այդ ամեն ինչը թողել, կոպիտ ասենք, ստամոքսն ու աթոռը թողել եւ գնալ դեգերումների ու չարչարանքի ճանապարհով։ Բայց Մատթեոսը գնաց, որովհետեւ ներքին ձայնը, այսպես ասենք, հուշեց իրեն։ Այսինքն, մենք ենք ասում այսպես ներքին ձայն կամ չգիտեմ ինչ, լսեց Աստծուն, Աստծո խոսքը լսեց, Աստծո ձայնը լսեց եւ գնաց այդ ձայնի հետևից, գնաց խոսքի հետևից եւ դառավ քրիստոնյա աշխարհի համար, քրիստոնյաների համար, ամբողջ քրիստոնեության պատմության մեջ
մեծագույն դեմքերից մեկը։ Նա կոչվում էր Ղևի, բայց հետևելով Քրիստոսին կոչվեց Մատթեոս։ Այսինքն Անվանակոչությամբ այո, կոչվեց Մատթեոս։ Տեր Հայր, խոսենք ավետարանի մասին Մատթեոսի։ Ինչպիսին է այս ավետարանը, ինչով է առանձնանում մյուս ավետարաններից։ Նախ որ նոր կտակարանի առաջին գիրքն է, այսպես ասենք, իբրև ընդհանուր մոտեցում, բայց եւ կարող ենք ասել, որ Մատթեոսի ավետարանը հին ու նոր կտակարանները կապող օղակն է։ Եվ մեր աստվածաբանները այսպես էլ համարում են, որովհետեւ ավելի շատ Մատթեոսի մոտ է ակնարկարվում հին ուխտի Հղումը մարգարեություն։ հղումներ, այո, Մարգարեն ասում էր, որ այս ինչ բանը պիտի լինի։ Հին ուխտում գրված էր, որ այս ինչ բանը պիտի լինի։ Կատարվեց այս ինչ մարգարեի ասած մարգարեությունը։ Այսինքն անմիջական կապը Մատթեոսն էր տանում։ Եվ նույնիսկ մեր ժամանակակից աստվածաբանները նաև Մատթեոսի ավետարանը ինչ որտեղ փորձել են համեմատել հին կտակարանի հետ եւ բաժանումներ են արել, 5 մասի են բաժանել Մատթեոսի ավետարանը, ոնց որ հին ուխտի հնգամատյանն էր։ Եթե մենք փորձենք այս ամենի մեջ խորանալ, շատ հետաքրքիր բացատրություններ եւ մեկնություններ կան, բայց կարծում եմ եթերային ժամանակը մեզ այդքան թույլ չի տա։ Տեր Հայր, ես մի նման կարծիք կարդացի, որ այս ավետարանը կարծես առավել շատ գրված լինի հրեաների համար։ Եթե օրինակ Ղուկասի ավետարանը մենք ասում ենք, որ շատ ավելի պարզ էր ու նաև կարծես այդ շեշտադրումը չկար, որ հենց հրեաների համար։ Այստեղ նման կարծիք կա, ինչ կասեք դուք։ Կարծիքը կարող ենք եւ կիսել եւ չկիսել։ Նայած մոտեցումն ինչպիսին է, առհասարակ շատ է ասվում եւ շատ է շեշտվում, որ եւ հին կտակարանը եւ նոր կտակարանը ամբողջ հրեաների, ու հատկապես հին կտակարանը ամբողջ հրեաների պատմությունն է եւ նոր կտակարանը այսպես սերվում է հնից, նշանակում է ամբողջը վերաբերում է հրեաներին։ Մենք կարող ենք եւ համաձայնել եւ չհամաձայնել։ Օրինակ ես չէի համաձայնի եւ ավելի շատ այն մտքին կմնա եւ մնում եմ, որ Սուրբ Գիրքը առհասարակ եւ հատկապես նոր կտակարանը ոչ միայն հրեաներին է մեծապես վերաբերում, այլ ամբողջ քրիստոնյաներին, որովհետեւ քրիստոնյա աշխարհն է Սուրբ Գրքից եւ հատկապես նոր կտակարանից իրեն այսպես ուղենիշ վերցնում եւ ապրում նոր կտակարանով, ոչ թե հրեաները։ Տեր Հայր, իսկ մենք ունենք այդ տեղեկությունը, թե երբ է գրվել Մատթեոսի կողմից ավետարանը կամ ինչ պայմաններ են եղել, որ գրվել է։ Պայմանները կարծում եմ բոլորի համար նույնն են եղել, որովհետև այսպես որևէ մեկը կոնկրետ մանավանդ առաքյալների մեջ, հետևորդների մեջ Քրիստոսի որևէ պալատական կյանքով չի ապրել կամ հնարավորությունները այսպես անսահման չեն եղել, որ կարողանա անել, հազիվ այսպես ծայրը ծայրին հասցնելով կարողացել են մեծ բաներ, գրվածքներ թողել, գրքեր թողել, նշումներ, այսպես ասենք, որոնք հետո դարձել են արդեն գրքի տեսք են ստացել։ Կարծիք կա, որ 4 ավետարաններից առաջ մի ընդհանուր, այսպես ասենք, աղբյուր է եղել, Z կոչմամբ, այսպես կոչենք, որից 4 ավետարանիչներն էլ օգտվել են, կարծիքներ են, որոնք ինչքան էլ որ փորձեն կարծիք արտահայտողները հաստատել կամ հիմնավորել, ամեն դեպքում այդ կարծիքները համընդհանուր հիմնավորման կարիք ունեն։ Բայց չեն կարող ժխտել կամ մերժել։ Տեր Հայր, նաև 4 ավետարանիչներ ունեն խորհրդանիշներ, դրա մասին էլ խոսենք, որն էր Մատթեոսի խորհրդանիշը։ Մատթեոսինը մարդն էր, որովհետև ինքը սկսում է մարդաբանությունից եւ ավելի այսպես սկիզբը դնում է մարդաբանությամբ, դրա համար այդպես խորհրդանիշը ասում ենք մարդն է,
Ուղղակի Մատթեոսի մեջ սկսում է ծննդաբանությունից, դրա համար այսինքն մարդեղությունը, ծննդաբանությունը, շեշտը մարդն է եւ հետեւաբար այսպես սիմվոլը վերցնում ենք ընդունված է համարել Մատթեոսի մարդը։ Տեր, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Խնդրեմ։